Զայգուցել Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն Փամբուկյան, պետք է նշեմ, որ աշխատանքները ընթանում են պայմանագրային ժամկետների շրջանակներում եւ այս պայմանագրությամբ որևէ շեղում արձանագրված չէ։ Շինարարական աշխատանքները սահուն կերպով են ընթանում եւ տեխնիկական եւ տեխնոլոգիական, ինչպես նաեւ ֆինանսական կատարողականները բաց թողնելու տրամաբանությամբ, եթե 2025 թվականի հատկացված բյուջեի շրջանակներում նայենք եւ հետ գնանք, որ օգոստոսին արդեն մեկնարկած են եղել շինարարական աշխատանքները, ապա այս պահին արդեն 32-ից ավել տոկոս կատարողական ունենք եւ մեր գնահատումներով մինչեւ տարեվերջ սահուն եւ անխափան իրականացվելու են բոլոր աշխատանքները։ Մասնաշենքներից ոմանցում արդեն հիմնային աշխատանքներն են մեկնարկել, որոշներում երկաթբետոնե կոնստրուկցիաների եւ պատերը շարելու հետ կապված աշխատանքները, որոշներում հողային աշխատանքները ավարտին են մոտենում եւ նաեւ շնորհակալություն դուք էլ այցելել եք Շին հրապարակ հենց անցյալ շաբաթ եւ նաեւ տեսել եք աշխատանքների ակտիվ ընթացքը։ Շնորհակալություն Տիկին Բաբայան, այո, մեր շրջայցի ընթացքում արդյունքները բավականին գոհացուցիչ են, որովհետեւ նաեւ ըստ որոշ գնահատականների 1 ամսից կամ մի քիչ ավել նույնիսկ գրաֆիկից առաջ են ընկել եւ պետք է այս տեմպը պահպանել եւ մենք ինչպես բազմիցս քննարկել ենք այդ տվյալ մարզադպրոցի շինարարությունը մեծ կարեւորություն ունի եւ մենք բոլոր կողմերս, այսինքն թե քաղաքապետարանը, թե շինարարը եւ թե մնացած այն կառույցները կամ մարդիկ, որոնք որ ունեն որոշակի գործառույթ մարզադպրոցի կառուցման հետ կապված, պետք է պատշաճ իրականացնենք եւ վերահսկողությունը պետք է լինի 24 ժամյա, հաշվի առնելով, որ ժամկետները բավականին սուղ են։